Ոմանք կարծում են, թե այս ապօրինությունների, քաղաքական հետապնդումների, ահաբեկումների համար պետք է անընդհատ թակել արևմտյան կառույցների դուռը ու պահանջել նրանց տեղյակ պահել, այստեղ էլ հնչեցին, չէ, ելույթներ, տեղյակ պահել, որ այդ արևմուտքը չի տեսել, երևի չգիտի, որ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա։ Ես ասում եմ, որ դրանք զուր փորձեր են, արևմուտքը ոչ միայն տեսել է, արևմուտքը այդ ամեն ինչի պատվիրատուն է եւ չես կարող դու գնալ մարդասպանության դեմ պայքարել սպանությունը պատվիրողի հետ։ Դա անհնար է։ Եվ չմոռանանք, արևմտյան այդ շրջանակները, ատյանները, որոնցից մենք ինչ-որ մարդու իրավունքների պաշտպանություն ենք ակնկալում, չգիտեմ, ժողովրդավարություն ենք ակնկալում, այդ մարդիկ այսօր համագործակցում են Սիրիայի ժողովրդավար ահաբեկիչների կողմից իշխանության բերված Ալ-Ջուլանի հետ, որը ահաբեկիչ եղել եւ իրենք են հայտարարել 10 միլիոն դոլար էլ գլխագին էին պահանջում դրա համար։ Ավելին ասեմ, վերջերս նկատեցի, որ եվրոպական մի շարք երկրների արդարադատության նախարարներ Սիրիայի արդարադատության նախարարի հետ քննարկում են Սիրիայում արդարադատության վիճակը, Սիրիայի արդարադատության նախարարը հայտնի է նրանով, որ երկու կնոջ գլխատման է մասնակցել տարիներ առաջ։ Այսինքն, ահա այս կարգի արդարադատության նախարար ունեն ու նրա հետ քննարկում են արդարադատությունը, արդարությունը Սիրիայում։